Հենց երեկ էր հայտարարում, թե ընդամենը 2 պահանջ ունեն Հայաստանից, ընդամենը ու խաղաղության համաձայնագիրը կստորագրի։ Մուկն ու կատու է ուղղակի խաղում։ Ընդամենը դեկտեմբերին էր հաստատ պնդում անում Մոսկվայում, ռուսական լրատվամիջոցին համոզում, թե հենց բոլոր կետերը համաձայնեցնեն, ստորագրելու է։ Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Երբ ամբողջը համաձայնեցվի։ Հիմա 17 կետանոց փաստաթղթի 17 կետն էլ համաձայնեցված են։ Երևանը տեղ ու ժամ է հարցնում ստորագրելու։ Նա էլի մանևրում է, ձգում, պաշտոնապես 2 պահանջ ներկայացնում, սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը, ոչ պաշտոնապես Բաքվի մեդիայով մեկ ու ցածր ռանգի պաշտոնյաների բերանով է ուզում արևմտյան ադրբեջանցիներ կոչվածի վերադարձ, Զանգեզուրի միջանցք կոչվածով անցուդարձ, Հայաստանի ապառազմականացում ու նաև հատուցում է ուզում Հայաստանից։ Այս հատուցման մասին Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան է խոսել, միացել պահանջողների շարքին։ Կարճ զրույցում 13 անգամ Հայաստանի անունն է տվել։ Այս կնոջ դատողությամբ էլ էկոլոգիական ու հումանիտար հանցագործությունների հեղինակը Հայաստանն է։ Ադրբեջանի պաշտպանը սակայն Արցախի խաղաղ բնակչության գնդակոծությունից չի խոսել։ Միջազգայինորեն արգելված զենք ֆոսֆորով հայ զինվորներին վառելուց չի խոսել։ Չի հիշել, թե ինչպես էին ռմբակոծում Ստեփանակերտի ծննդատունը։ Ընդամենը նրա սիրտը ամբողջ ուժով ձգտում է մի բան պոկել Հայաստանից։ 2025-ին կշարունակենք մեր գործունեությունը պաշտպանելու Հայաստանից վտարված մեր հայրենակիցների իրավունքները եւ ապահովելու նրանց վերադարձը հայրենի հողեր։ Ալիևան շարունակել է շեֆի Ալիևի զեղծարարությունը։ Հանրահայտ վանդալն է վանդալիզմից խոսում։ Այս կինն ասում է հայերը իբր ոչնչացրել են իրենց պատմական, հոգևոր, մշակութային հուշարձանները։ Խոսքը հետո էլ այս ոգով է։ Ալիևի մանր ու մեծ կատարածուները հենց նրա լեքսիկոնով են պահանջ վերջնագրերը ներկայացնում։ Ինչ է ասում Ադրբեջանի նախագահը, ասում է ես Հայաստանի նրա այդ հիմնական թեզիսը կամ իբրև թե իր արդարացումը, իբրև թե չի վստահում Հայաստանին եւ դրա համար էլ այս պայմանները ուզում է վերջնական խաղաղություն։ Նոր պահանջների առանցքում անշուշտ միջանցք կոչվածն է, բայց նա Թեհրանն էլ աչքի առաջ ունի։ Հիմա ռևերանսներ է անում Իրանին, իրեն հերրու դիրքավորում Միացյալ Նահանգներ Իսրայել հակաիրանյան կոալիցիայից, որ թերևս բան պահանջի դրա դիմաց Թեհրանից, բայց Թեհրանը մեկ է, այսօր էլ պնդում է Սյունիքի մարզի շուրջ ստեղծված իրավիճակը փոխկապակցված է Իրանի շահերի հետ։ Սահմանների ցանկացած փոփոխություն Թեհրանի համար անընդունելի է։ Թեհրանում փաստորեն նոր չէ, որ գիտեն Ալիևին ու նրա ախորժակը։ Սիրան Շմիրադյան, ժամը լրատվական։